Հայրենասիրության լավագույն եւ հարազատ ցայնը։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, վանացայինի եթերով էտիմադեդրի էջով ձեզ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան Դաշինքը ազգային ժողովի ընտրություններուն վստահության քվե ստանալու բարակային գխոստանա ընկերային արդարություն եւ բարեկեցություն։ Դաշինքը գխոստանա բարելավել բոլորին կյանքը, սղաժին համարժեք բարձրացնել աշխատաբարձն ու թոշակը, ստեղծել անթերի առողջապահական համագարկ եւ դարեգան մինչեւ 45000 աշխատադեղի։ Հայաստան խմբակցության անդամ Արտուր Խաչատրյան հայտնեց, որ իրենք թեմ չեն վարգերուն, բայց յուրաքանչյուր դրամ պետք է նպատակային կերպով ծախսվի։ Այդ ծախսված է պետության զարգացումին համար, թե այլ խնդիրներով համար, հարցուց ան ներկա իշխանության վարգերը ակնարկելով։ Քոչարյանի քաղաքական խումբը կխոստանա նվազեցնել քույկահարգը, որքանի անգամով բարձրացավ Փաշինյանի կառավարության օրով։ Թող շքեղության հարգը բարձր ըլլա եւ հարուստները վճարեն ցած եւ միջին եկամուտ ունեցողներու փոխարեն, առաջարկեց Հայաստան Դաշինքը։ Պատգամավոր Արզվիկ Մինասյան նշեց, թե այս խոստումները միայն նախընտրական չեն։ Ինտիմատիր խմբակցությունը ծրագիրներ մշակած է նաեւ ազգային ժողովի մեջ, բայց իշխող մեծամասնությունը ցախողեցուցած է։ Անշեշտեց, որ իրենք միշտ ալ բայկարած են պետածության թեմ, միշտ ալ բանջած են այս հարցերը հետապնդել։ Ժողովրդի վստահության քվեն ստանալու բարակային Հայաստան Դաշինքը ներածումը պիտի փոխարինե արդածումով։ Պիտի կաչալերը, որ Հայաստանի արդատրանքը սպարի արդակին շուկաներուն մեջ։ Պատգամավոր Խաչատրյան շեշտեց, որ Քոչարյանի կառավարության ընթացքին համաշխարհային տրամադունը Հայաստանի զարգացող տնտեսությունը բնորոշեց Գովգասյան վակր։ Փաշինյանի խմբագիցները իշխանության համար բայկարող Քոչարյանը կմեղադրեն պետածության եւ տալանի համար եւ կբահանջեն, որ անբեդության վերադարձնե բոլոր ունեցածները, որոնց ցակումը տադախազությունը գասկազելի կնկատե։ Ռուսիա արտաքին գործոս նախարարության պաշտոնական փամփեր Մարիա Զախարովա մեկնաբանեց Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության հայտարարությունը, որոնց մեջ ըստ էության գոչ կուղվի ռուսական կողմին ցերմբահ մնալու Լեռնային Ղարաբաղ եզրի հիշատակում են։ Զախարովան անդրադարձավ նման դիրքորոշումի հագասականության։ Անոր համաձայն նման հայտարարություններ կկատարվին, մինչ պաշտոնական Բաքուն բարբերաբար գարդահայտվի Ռուսիա տարածքներու հարցերու մասին, շարունակելով զանոնք դիտարկել իբրև Ուկրաինայո մաս։ Անընդգծեց, որ Ռուսիան նաև անցամբ Ռուսիա նախագահ Վլադիմիր Պուտին առանցքային դերակատարություն ունեցած են Լեռնային Ղարաբաղի հագամարտության ղեկավարման մեջ։ Զախարովը նշեց, որ այդ ճանկերուն շնորհիվ կարելի եղած է արյունահեղության դադրեցման հասնել 2020-ի աշնան։ Զախարովայի համաձայն Ռուսիա մասնակցությունը կարևոր գործոն դարձած է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու ղեկավարման ներկա փուլի մեկնարկին համար։ Զախարովը նշեց, որ վերջին տարիներուն Բաքու եւ Երևան կնախընտրեն ուղիղ երկխոսություն վարել առանց միջնորդներու եւ Ռուսիա ըմբռնումով կմոտենա այս կեցվածքին։ Միևնույն ժամանակ Մոսկվա յուրաքանչյուր փուլի աջակցած է երկու կողմերու կառուցողական քայլերուն, որոնց կնպատակադրեն հարավային Կովկասի մեջ գայուն խաղաղության հաստատել։ Զախարովը առանձնահատուկ կերպով մատնանշեց օգոստոս 2025-ին Ադրբեջանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին համաձայնագիրի հայտարարության նախաստորագրության կարեւորությունը։ Անոր համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի ղեկավարման թեմայի ավարտը գառուցային դիտանկյունի ամրագրված է յահկի որոշումով, որոնց համաձայն 1 դեկտեմբեր 2025-ին սկսած են լուծել Մինսկի գործընթացին կառույցները։ Այս որոշումին թեր արտահայտված է նաև Մոսկվան։ Զախարովը շեշտեց, որ դակավին հսկայական աշխատանք կա։ Մասնավորապես
Խոսքը լիարժեք խաղաղության մասին ստորագրության դարաշրջանին մեջ երթևեկի հաղորդակցության դնդեսական գաբերով վերականգնումի, պետական սահմանազատումի եւ սահմանակզումի, ինչպես նաեւ եվրոպական եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդի միջև փոխադարձ վստահության ամրապնդումի մասին է։ Ռուսիա մտադիր է այսօր եւս բոլոր ուղղություններով աջակցել կողմերուն։ Զախարովը նաև անդրադարձավ Հայաստանի ներքին կյանքի մեջ դեղի ունեցող վերջին զարգացումներուն, դիտելով, որ Մոսկվա չի գնար անդեսել Հայաստանի մեջ դեղի ունեցող դեպքերը, ինչպես ընդրական օրենսգիրքին մեջ փոփոխությունները։ Այս փոփոխությունները կրնան զգալի սահմանափակումներ տնել ընդրություններուն մասնակցող քաղաքական ուժերու անվանումներուն վրա։ Կարևոր է, որ այդ չկատարվի ընդդիմության ընդրական կարելիությունները միզումնավոր կերպով սահմանափակելու համար։ Մենք կհիշենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյան վերջերս Ռուսիո նախագահին հետ դեսակցության ընթացքին հարաճիգա ընդրություններուն մասին խոսելով ասավ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, նշեց Զախարովը։ Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Վլադիմիր Պուտինի հետ դեսակցության ընթացքին կատարած այն հայտարարության, թե Հայաստան Արցախը Ադրբեջանի գազմի մեջ ջանչած է, երբ Ռուսիա ջանչած է հայտարարության, հաստատեց, որ որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ջանչած, Արցախի ինքնորոշման ջամփուն վրա էր։ Բոլոր երկիրներու մեջ այդ ջամփան երկար է, այդ գրնա տասնյակ տարիներ տևել։ Իր խոսքը շարունակելով Քոչարյան ասավ. Ինչ կնշանակե տուն ջանչած ես։ Եվ Ռուսիա, եւ Ֆրանսա, եւ Միացյալ Նահանգներ գասկածի տակ չէին տներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ուղղակի միշտ խնդիրը հետեւյալը եղած է. Տուն կջանչնաս տարածքային ամբողջականությունը, բայց իրենք Մինսկի խումբի համանախագահ ըլլալով եւ մադրիդյան սկզբունքները ընդունելով գջանչնան Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքը։ Ասել, որ տուն ջանչած ես, անոր համար ես ջանչած եմ, դրամապանական չէ։ Հերթական անգամ այսպես կոչված սրամիտ կերպով սեփական մեղքերը ուրիշներու քրբանը տնելն է, ուրիշ բան չկա։ Նույնը կրնա ասել Մակրոնի մասին։ Մակրոնը չի ջանցավ, կամ Ֆրանսան չէր ջանչնար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գջանչնար։ Բոլորը գջանչնային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միևնույն ադեն գջանչնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշման իրավունքը, ընդգծեց Քոչարյան։ 4 ապրիլին հայոց ցեղասպանության տանկարան հիմնարկին մեջ դեղի ունեցավ բանախոսություն Սողոմոն Տեհլերյանի ծննդյան 130-ամյակին առիթով։ Ցերնարգին ներկա էր Տեհլերյանի ասկանականներեն Արփի Օսկանյան Տեհլերյանը։ Բանախոսը տանկարանի անձնագազմի անդամներեն Քոհար Խանոմյանն էր։ Ան ներկայացուց Տեհլերյանի Բերլինի բանդին օրակրությունը առաջին անգամ զայն տնելով գիտական շրջանառության մեջ։ Տեհլերյանի օրակրությունը բաղված էր Հայաստանի ազգային արխիվի մեջ։ 1980-ի սկիզբը խորհրդային Հայաստան բերած էր Տեհլերյանի գինը Անահիտ Թաթիկյանը։ Դարիներ յետ արտակրված ոչ ամբողջական դարբերակը բաղված է հայ հեղափոխական դաշնակցության պատմության տանկարանին մեջ։ Բանախոսը անդրադարձավ Տեհլերյանի իբրև վերաբրողի ներանցնական հոգեբանական դրամատրություններուն, հիշողություններուն, օրակիրի գառուցումին եւ բովանդակային առանձնահատկություններուն։ Բանախոսության ավարտին տեղի ունեցավ քննարկում եւ ներկաները հարցուցին հարցումներ։ Առաջարկվեցավ հրադարագել օրակրությունը գիտական ցանոթակրություններով, որբեսի արիտ ըլլա ցանոթանալու Տեհլերյանի գրթական մագարտակին, անոր լեզվին, մտածումին, գրական ոճին եւ հետ ցեղասպանական շրջանի հիշողության։ Los Angeles Cavalry վերահսկիչներու խորհրդի Board of Supervisors անդամ Քեթրին Բարգերի գրասենյակը դեղեկացուց թե 3-7 ապրիլին Կումարազ իր նիստին ընթացքին խորհուրդը միացանությամբ որոշած է ապրիլը հայոց պատմության ամիս հռչակել, հարկելու համար հայ համայնքին մշակութային հարստությունը, դոգունությունը եւ Կավարին մեջ ունեցած ներդրումները։ Վերահսկիչները լուսարձակի տակ արին այն իրողությունը, որ ապրիլին նաև պիտի ոգեգոճվի հայոց ցեղասպանության 111 ամյակը, մինչ հայությունը գտիմակրավե նոր մարտահրավերներ, որոնց շարքին է Արցախի ամբողջական հայաթափումը։
Բարգերի գրասենյակը նաև հայտնեց, որ Լոս Անջելես քավարի վերահսկիչներու խորհուրդը պիտի բարգեւադրե Գարկմը հայեր։ Դիկրանագերդի մեջ Ավրորայի լուսապացը վավերագրական ֆիլմի ցուցադրության համար քրեական հետավնդումի ենթարկվող Ռոջ Հիլատ Աքսո 6 ապրիլին անբարդ արձակվեցավ։ Աքսո գտածվեր Թուրքիո քրեական օրենսգիրքի դխրահրճակ 301-րդ հոդվածով թրկությունը վիրավորելու մեղադրանքով։ Հոց բազմության պատճառով նիստը սկսավ 30 վայրկյան ուշացումով։ Հետաքննութենեն յետք գազմված մեղադրական եզրակացության մեջ նշված էր, որ ֆիլմը 1915-ի իրադարձությունները ներկայացված է իբրև ցեղասպանություն, իսկ հայերը անմարդկային վերաբերմունքի զոհ։ Աքսոյի պաստապան Ֆրատ Ելդես հայտնած է, որ իրենք համաձայն չեն այս կարծիքին հետ եւ խնդրած է իր պաշտպանյալին արտարացումը։ Ելդեսի համաձայն նման դատաբարությունները կսահմանափակեն խոսքի ազատությունը եւ կջնշեն արվեստը։ Պաստապանը նաև նշած է, որ իր պաշտպանյալը ֆիլմին բեմադրիչը չէ, այլ միան մասնակցած է ցուցադրության։ Միաժամանակ ան ավելցուցած է, որ նույնիսկ եթե ան ըլար բեմադրիչը, ան խոսքի ազատություն կվայել է։ Մարդկային իրավունքներու Եվրոպան դատարանը ունի նախատեպեր այս հարցին մասին, կան որոշումներ, որոնցմով անհատներ եւ հաստատություններ ներառյալ Դիկրանագերդի պաստապանական ընկերակցությունը, որոնց կհետաբնթվեին 1915-ի իրադարձություններուն մասին դեղեցություն տարածելու համար արտարացված են, նշեց Ելդես։ Բեմադրիչ Իննա Սահակյանի Ավրորայի լուսապացը Թուրքիո կողմէ կորզադրված հայոց ցեղասպանության ընթացքին Օրորա Մարդիգյանի աբրած ահավոր փորձություններուն մասին է հիմնված անոր հուշերուն վրա։ 1919-ին Մարդիգյանի վկայություններուն հիման վրա Հոլիվուդի մեջ բեմադրված հոգիներու աջուրդ անխոս ֆիլմը կնկատվի հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը։ Այդ ֆիլմի նկարահանումներուն եւ Մարդիգյանին պատմությունն է, որ ներկայացված է Սահակյանի Ավրորայի լուսապացը ֆիլմին մեջ։ Հարկելի ունգընտիրները վագընտիրները վանացայնի եթերով վեպտիմադդրի էջով CZD-ին ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդավար Նատալին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։